Իսրայելի գոյությունը ես երկու մասին բաժանում։ Առաջինը կայացման, հաստատման, հարևանների կողմից իրեն ճանաչման, այդ պետության բանակի հատուկ ծառայությունների ուրեմն ստեղծման, ինքնաբավ տնտեսության ստեղծման եւ ամենակարևորը հարևանների շրջանում ռազմականացված բնակավայրի կիբուցիների ստեղծման։ Ընդ որում ներողություն ընդհատելու համար, պարոն Ապետյան, 23 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի այդ ռազմական գործողությունը հենց ձեր նշած կիբուցների ուղղությամբ էր հիմնականում։ Այո։ Եվ այսպես, ուրեմն առաջին փուլը դա էր, որը շատ նորմալ, շատ բնական, շատ ժողովուրդների եւ պետությունների կայացման ճանապարհի նման էր, այսպես ասենք։ Շատերին ավելի վաղ, որոշներն միգուցե հետո,